Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մեր Ars Podcast հաղորդաշարի շրջանակներում հյուրընկալել ենք հայրենիք կուսակցության քաղխորհրդի անդամ Սարգիս Նիազյանին։ Բարի գալուստ մեր տաղավար, հարգելի Սարգիս, հուսով եմ հաղորդաշարը կդա իր պտուղները։ Շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի Արսեն։ Խոսում ենք միանգամից քաղաքականությունից, քանի որ դուք քաղաքական գործիչ եք, քաղաքականությամբ եք զբաղվում եւ ունեք քաղաքական ուղղվածություն, ունեք կուսակցության անդամություն։ Ինչպես է դիրքավորվել այսօր հայրենիք կուսակցությունը։ Ինչ դիրքերով է հանդես գալիս։ Հայրենիք կուսակցությունը հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, խիստ ընդդիմադիր, այսպես կարելի ասել։ Հայրենիք կուսակցությունը Արտուր Վանեցյանը վերջերս էլ հայտարարեց, որ մենք չենք գնում ֆրակցիա կազմելու ազգային ժողովում։ Այսինքն մենք չենք գնում Նիկոլի մոտ պատգամավոր աշխատելու։ Մենք գնում ենք իշխանափոխության։ Հայրենիք կուսակցությունը ինքը աճ պահպանողական կուսակցություն է։ Եվ ընտրություններին պատրաստվում ենք հեռացնելու Նիկոլ Փաշինյանին։ Ոնց եք պատրաստվում։ Դուք ռեսուրսների ձեր ինչ ռեսուրս ունի հայրենիք կուսակցությունը։ Տեսեք, հարգելի Արսեն, մոտավորապես արդեն շուրջ 70 գրասենյակ ունենք։ Ունենք 2000-ին հասնող հանձնաժողովի անդամներ, ունենք մի քանի հազար համակիրներ, կուսակցականներ եւ ընտրություններին մեր ողջ ռեսուրսը մենք օգտագործելու ենք ձայներ հավաքելու եւ հետագայում նաեւ դե մենք հիմա իրականում պետք է խոսենք էլի ոչ մի կուսակցություն չէ, հիմա ասենք մարդկա ամպագորգոր ասում է ես մենակ, մենք այդպես չենք ասում, մենք ասում ենք մենակ ոչ մի բան չի կարող անել։ Պետք է ընդդիմադիր դաշտ, ովքեր իրական ընդդիմադիրներ են, հավաքեն համապատասխան ձայներ եւ միավորվեն ազգային ժողովում այս իշխանությանը ճանապարհելու ակնկալիքով եւ միտումով։ Ու մի քանի տեղ շեշտել եմ, հիմա էլ ձեր մոտ եմ ուզում շեշտեմ, դա իմ միտքն է, որ սա Հայաստանի Հանրապետության վերջին ընտրությունն է լինելու։ Կամ ԿՊ-ն կմնա, կամ Հայաստանը։ Ժամանակի հարց է լինելու Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Այսինքն եթե ընդդիմադիրները հաղթեն, դա վերջինը չի լինի ընտրությունը։ Ես հուսով եմ ընդդիմադիրներով եկեք մանարխիա չեք բերի մեր գլխին։ Չէ, այդ եմ ասում, վերջին ընտրությունն է։ Հիմա ընդդիմադիրները որ եկան էլի իշխանություն կազմեցին, որին որ ես կողմնակից եմ, որ բալանսավորվի իշխանությունը։ Որտեղ միահեծան իշխանությունը մարդուն ավելի լկտիացնում է, կուսակցություններին ավելի լկտիացնում է։ Այսինքն դուք կոալիցիոն կառավարության կողմնակից եք։ Այո, կոալիցիոն կառավարություն մինչև այս ջրերը, բախտորված ջրերը զուլալվեն, նոր հետո արդեն հասնենք ծրագրային։ Դուք ինչ որ խորհրդակցություններ, հանդիպումներ մնացած ուժերի հետ կազմակերպում եք, ունենում եք, չի երևում, չենք տեսնում։ Դրա համար դա գաղթի բանակցությունները, մենք ամեն մեկի հետ բանակցելուց նես չի որ պետք է հրապարակենք։ Դա այդ process-ները գաղթի process-ներ են։ Տեսեք, հիմա ես ձեզ ասեմ, շատերն են խոսում, որ երրորդ բևեռ կարող է ձևավորվի, Արտուր Վանեցյանի եւ վարչապետի տեխնացու որպես, ոնց որ եղավ պատիվ ունեմի ժամանակ Արտուր Վանեցյանն էր առաջինը։ Նա մի քիչ ուրիշ էր, սա մի քիչ ուրիշ է։ Չէ, մոտավորապես ինքն էր առաջինը, ինքն էր առաջի համարը, բայց այդ ընտրությունը մի քիչ ավելի հապճեպ էր, էլի, հապճեպ ընտրություն, որովհետև հայրենիք կուսակցությունը նորաստեղծ կուսակցություն էր։ Պատերազմից հետո մարդիկ սթրեսի մեջ, մենք այդ մասնաճյուղերը չունեինք, ինչ ունենք հիմա, գրասենյակներ, կոմունիկացիաներ, լուրջ քաղխորհուրդ, այսինքն դա լրիվ ուրիշ ընտրություն էր, սա ուրիշ ընտրություն է։ Հիմա խոշորացման համար տեսեք մի կուսակցություն որ կա, ես ձեզ թվարկեցի մենք ինչեր ունենք։ Դա գիտեք, դա լուրջ ժամանակ է, դա լուրջ գաղափարախոսություն է, դա լուրջ միջոցներ են, որ ծախսվում են այդ ամեն ինչի վրա։ Հիմա մի հատ մարդ կուսակցություն որ գա ասի ուզում եմ դաշինք կազմեմ։ Դա նորմալ կլինի։ Այդ մարդը պետք է գա ասի ես ուզում եմ հասկանամ, լավ մարդ կուսակցությունը եթե դաշինք չի ուզում, չեք կարող իրանց հետ կազմել։ Դուք որտից եք հայտայտում այն կուսակցությունները, որտեղ մարդ կուսակցություն չեն։ Չէ, տեսեք, կան, բայց շատ քիչ են, շատ սուղ է։ Հիմա մարդ կուսակցությունները արդեն մենք պատրաստ ենք տրամադրել մեր կոմունիկացիաները։ Հիմա դա նույնն է, հարգելի Արսեն, ոնց որ ես իմ գրասենյակում մի 50 հոգու հավաքեմ նկարեմ, գնամ ասեմ չգիտեմ, պարոն Վանեցյան, լավ, մեր վրա օրինակ բերեմ, գնամ ասեմ պարոն Վանեցյան, եկեք դաշինք կազմենք։
Եկեք ես ձեր քաղաքորդում Չէ, դե հասկանալի է, որ այդքան մոտավորապես Չանլրջացնենք, էլի ասենք։ անուններ մի կտվեք, բայց մոտավորապես կասեք թիվը, ինչքան կուսակցություն մոտավորապես լուրջ կուսակցություններ, որոնք մարդ կուսակցություն չեն, ինչքան է եք դուք բանակցությունների մեջ մոտավորապես շատերի հետ։ Մենակ կուսակցություններ չեն, Տասնյակներ են։ Այո, դրանք կարող են լինել նաև մեծ ՀԿ-ներ, մեծ։ Մեծ ՀԿ-ներ, որոնք ունեն հանրային ընկալում, որոնք ունեն հանրային լուրջ խոսույթ, ընկալելի են հանրության համար։ Այդ մարդկանց հետ էլ սիրով բանակցություններ տարվում է եւ Արտուր Վանեցյանը ես հենց հիմա էլ ձեր եթերում հայտարարում եմ, որ բաց է բանակցությունների համար բոլորի հետ։ Այդպիսի բան չկա, ինչ որ ուժ կամ անհատ ուզենա բանակցի, օգուտ բերելու կուսակցաշինության աշխատանքին, օգուտ բերելու ընդդիմադիր դաշտին, մենք ասենք, չէ, չենք հանդիպում կամ բան չենք անում։ Բաց ենք լսելու ռացիոնալ դաշտ։ Շատ լավ, տեսեք, համարենք ձեր մոտ ստացվելու է երրորդ բևերը ձևավորել այն կոնտեքստով, ոնց որ դուք եք պատկերացնում, բայց որտեղից երաշխավորություն կա, որ անցնելով ազգային ժողով, այդ բևերներից մի քանիսը միջի չեն անջատվի ու չեն գնա օրինակ Նիկոլ Փաշինյանի կամ մնացած անցածների կողքը։ Դուք ունեք այդ երաշխիքները, ինչով եք դուք ամրապնդում այդ երաշխիքները, որ իրանք չկարողանան ձեզանից արդեն։ Ուրեմն հարգելի շատ ճիշտ հարց եք զուշավոր տալիս, բան է սա։ Շատ ճիշտ հարց եք տալի, դա իմ վախերն է կա, ոչ թե մեր առումով, այլ ուժերի, այս պահին ես անուններ չեմ տա, բայց ժամանակի ընթացքում խոսք եմ տալի, հենց ձեր մոտ կտամ, որ ունեմ այլ ուժերից են վախերը, որ կարող են անցնել եւ միանալ խոսքը չի վերաբերվում հանրապետություն կուսակցությանը։ Չէ, իհարկե, մենք խոսում ենք ռեալ։ Մենք խոսում ենք ռեալ ընդդիմադիրներից կա։ Ոչ Բաբաջանյանի հետ ասի ինչ դաշինք անես։ Կա այդպիսի վտանգ, որ հնարավոր է անցնել ընդդիմադիրի անվան տակ եւ ճամբարափոխվեն։ Միանան Նիկոլ Փաշինյանին։ Մեծ մոտ այս փուլում անջատվեն, անկախ լինեն։ Ռուսիա ասես никогда не говори никогда։ Կյանքում չես կարող 100% բան ասել, բայց ես 99% ասում եմ, որ մեր թիմը կուր գաղափարական թիմ է, մեր թիմը ազգային պահպանողական մտածելակերպով մարդիկ են հավաքված մեր թիմում, նույն Արտուր Վանեցյանի անցած ճանապարհը տեսեք։ Հիմա Արտուր Վանեցյանը կարող է, չէ՞, մնալ ԱՀՑ-տնօրեն։ Ես չեմ ուզում սևեռվել Արտուր Վանեցյանի կերպարի, Չէ, կներեք, ասեմ։ Ես թիմից եմ խոսում։ Հիմա մենք թիմ գալիս եմ ես Արտուր Վանեցյանից դեպի թիմ։ Այո։ Մենք նույնպես շատերս եւ առաջարկներ ենք ստացել, ես չէ 18 թվականից եմ դեմ եղել, առաջարկներ ենք ստացել, հրաժարվել ենք այդ բարիկներից օգտվել, նույն Արտուր Վանեցյանը վերլուծելով իրավիճակը թողեց ու դուրս եկավ կանգառի կոչով։ Այսինքն ինքը չմնաց, չվայելեց այդ բարիկները, վերջը չմոռանանք Արսեն ջան, որ Արտուր Վանեցյանը ամենառեյտինգովի մարդկանցից մեկն էր։ Նիկոլից հետո ինքն էր ռեյտինգովի համարվում։ Այդ ամեն ինչը մենք գիտենք, Սարգիս ջան։ Ես բացառում եմ մեր առումով, հա դուք ձեր առումով, բայց դուք եք ձեր բոլորը դուք եք հավաքում, չէ՞, ինչ որ ուժեր ձեզ են միանալու, գրուպի ասած դաշին կազմեն, որովհետեւ գնաք երրորդ որպես բևեր ընդդիմադիրների միջից, դուք ինչ պատասխանատվություն եք։ Դուք կարաք հենց հիմա ինձ երաշխավորեք, որ դուք անցնելուց հետո ձեր այդ ուժերից ոչ մեկը չի կտրվի ու չի գնա իր ճամփով։ Իհարկե մեր բոլորի նպատակը դա է։ Հիմա երաշխավորությունը նաև այնա, որ հայտարարում եք չեն գնում ֆրակցիա կազմելու։ Ես հիմա ձեր մոտ երաշխավորում եմ, ես որ դառնա падգամավոր, Նիկոլը մնա իշխանության, ես չեմ գնալու падգամավոր աշխատեմ։ Ես դες էլ ինչ երաշխիք տամ։ Չէ, տեսեք, ես հասկանում եմ, որ միացած ինչ որ համաձայնագիր, ինչ որ բան, եթե ինչ որ, ասենք, ջենտլմենական միգուցե համաձայնագիր, որ եթե ինչ որ մեկը անցնելուց հետո կփորձի աճ ու ձախ, մնացածը միասին բոլորով պայմանավորված, որ ինքը ընդհանրապես դուրս է գալու, մանդատը դնելու է։ Մեր մոտ տղամարդկային ջենտլմենական թիմը հավաքված, բանակցում ենք հենց նույն մտածելակերպով կարմիր գծեր ունեցող մարդկանց հետ, եթե ինչ-որ բան ստացվի դուք կիմանաք, եւ անհնար է, երբ որ մարդը կարմիր գիծ է պահում ունի ինքնասիրություն, նամուս, հայրենասիրություն, այդ մարդը չի կարա շեղվի։ Երբ կիմանաք։ Այսինքն այդ ռիսկերն էլ հաշվի առնելով պետք է նայես այդ մարդը ինչ ակնկալիքով է գալիս ազգային ժողով, այդ մարդը ինչ անցած ճանապարհ ունի, այդ մարդը ինչ թելերով է կապված իշխանության հետ, հասկանում եք, սա ամբողջը հարց բաներ են։ Հասկանալի, ո՞րն է կարմիր գիծը, որ դուք ձեր կուսակցությունը կարմիր գիծը համարում, որ համագործակցությունը չի կարա լինի
կարմիր գիծ անցած, ո՞րն է այդ կարմիր գիծը։ Կարմիր գծերից մեկը այն է, որ մարդ ասում է ես կգնամ հանդիմադիր կաշխատեմ Նիկոլի մոտ։ Դա կարմիր գիծ է։ Դե միգուցե ինքը Կարմիր գիծը այն է, որ մարդը ինքը իր մեջ համոզված չի, որ մեր համար կարմիր գիծը Նիկոլին հեռացնի։ Եթե մարդ գալի ասում է, բա որ Նիկոլը մնաց այդ մարդու հետ էլի բանակցես։ Եղբայր դու արի քո, չգիտեմ, մի պադեստում նենց արա, որ Նիկոլը չանցնի, եթե կարող ես անես, ավելի գլոբալ ես անում, մի տեղամաս վերցու, ավելի գլոբալ 10 տեղամաս, չես կարող դեմիդ հարևանին համոզի, որ Նիկոլը չանցնի, ոչ թե արի ասա Նիկոլը էլի անցնելու է։ Հիմա ես եւ դու որ ոչ մի բան չանենք, Արսեն ջան, ասենք Նիկոլը բա որ անցնի, Նիկոլը կանցնի։ Մնացած մեր հերոստատիտողներն կասեն, դե որ այս մարդիկ ասում են հանրային գործիչները Նիկոլը կանցնի, ուրեմն Նիկոլը կանցնի։ Մենք ոնց որ ապացիա ենք ստեղծում։ Մենք ընդհակառակ պետք է ժողովրդին բացատրենք, որ ինչքան շատ իրանք գան ընտրության, ինչքան շատ եթե դեմ են Նիկոլին, քվեարկեն, այդքան շանսերը մեծ է երկիրը կարգավորելու, բնականon հուն դնելու։ Ես խնդրում եմ ձեզ ինչքան դիտող կա այդ մարդկանց, որ իմ երեխաների տեղը, խնդրեմ դիտեք, ասեք, իմ երեխաների տեղը չգնան իրանք, իմ երեխաների տեղը չորոշեն ինչ երկրում պետք է գնա ընտրության։ Ես ոչ մեկին չեմ ուզում պարտադիր մեզ պետք է ինտերես կամ գնա դու ընտրության, դեմես գնա ընտրության։ Եթե դու գնացիր, հարևանդ գնաց, բոլորը գնացին ընտրության, Նիկոլը հաստատ չի անցնելու։ Իսկ եթե մենք նստենք ասենք չէ Նիկոլ կան, տես կերպարներ կան, ասում են մարդու մեջ բանը մտնում, բխի վատամարդ դառնա որ կամ չի։ Պետք է անենք, մենք մեզ պետք է նեղություն տանք, Արսեն ջան։ Բոլորս պետք է մեզ նեղություն տանք։ Մեզ չի համար հաճելի է, ես տնից տեղից կտրվեմ, չգիտեմ, սաղորը հակաիշխանական ինչ-որ բաներ եմ, շատ տհաճ, շատ բարդ, դա երևույթ է։ Բայց դե մարդը պետք է հասկանա առավոտյան ալիքը միացնում է, հիմա էլ հարձակվել են մեր հավատքի վրա, եկեղեցիների վրա։ Հեսա եկեղեցիների մենք նորից կանդրադառնանք, ես խնդրում եմ ասեք մոդավորապես ժամկետներ ունեք դուք, թե երբ եք արդեն վերջնականորեն հանդես գալու, ինչ թիմով եք կամ միանձնյա եք մասնակցում կամ ինչ-որ դաշինքով, կա ինչ-որ մոդավորապես ժամկետներ, երբ կարա դա մենք իմանանք։ Ոչ, այս պայն մենք ունենք մեր ձևավորած թիմը, քաղաքական, գաղափարական մարդիկ, ունենք 70 գրասենյակ։ Դա իմացանք, հա, բայց որտեղ ամեն մեկը անհատներ են իր տեղում աշխատում է, իր թմերն ունեն։ Օրինակ նշեք Շիրակի մարզում քանի հատ գրասենյակ ունեք։ Մի հատ գրասենյակ ունենք Շիրակի մարզում։ Ինչու օրինակ Շիրակի մեծ մարզում Արթուր Վանեցյանի թիմը, որը Մարտուն Գրիգորյանի հետ համատեղ ունեցավ բավականին մեծ հաղթանակ Գյումրիի պարագայում, մեկ գրասենյակ ունի։ Չէ, մենք էլի գրասենյակներ ընթացքում կունենանք, դա կոչվում է ենթագրասենյակներ արդեն։ Ես ուշադիր նայելու եմ, ես ընդդեմ։ Հա։ Շիրակը ընդհանրապես շատ ցավոտ թեմա է, Շիրակի ինձ համար էլ է ցավոտ թեմա, որովհետև ամենաաղքատ տարածաշրջանում, որ կոպիտ ասած ոչինչ չի արվում այդ մարդկանց համար, թողել են ասում են ոնց ուզում եք ապրեք, ու մինչև այսօր էլ տարիների ընթացքում շատ քիչ բան է արվել Շիրակի համար։ 30 Արդեն 6-րդ տարին է երկրաշարժից հետո դեռ դոմիկներում ապրող մարդիկ կան։ Վերջին անգամ երբ եք եղել Գյումրիում, հենց դուք։ Երևակայ թե 3-4 տարի առաջ։ Ինչու։ Դե Այս ամեն ինչը ինչ որ նոր դուք հնչեցրեցիք, ես ստորագրում եմ։ Ճիշտ եք ասում։ Եթե դուք ձեր ընտանիքով կներեք էլի Սակո ջան։ Ես սենց եմ հասկանում։ Կարեք չէ ձեր ընտանիքով մեկ շաբաթ կիրակի գնայիք անգամ գիշեր ընդեղ մնալով ինչ որ գումար ընդեղ թողնելով աջակցեիք, որբիսի այդ տնտեսությունը մի քիչ ընդեղ ակտիվանա եւ բան անի։ Շատ ճիշտ եք ասում, ես երբ որ ժամանակ եմ ունեմ, ես ընդհանրապես այս քանի տարի է չեմ հանգստացել։ Ես հրավիրում եմ։ Ինչ որ մի օր։ Շաբաթ կամ կիրակի։ Գնալուց ես ընտանիքիս հետ եի գնացել, հա, մեծ տղա էսել, որ ցույց տա են դե քյալն ինչքան ամուվ է։ Լավ, վերադառնանք նորից քաղաքական դաշտ, տեսեք, քաղաքական դաշտում կան բևեռներ։ Արդեն լրիվ ձևավորված, բայց կոնֆիգուրացիան մոդավոր տեսնում եմ։ Երրորդ բևերի անուն տվեցիք։ Առաջի երկուսը կնշեք։ Առաջինը, որ աժուտաժը շարժը տեսնում եք, դա մեր ձևով շարժումն է, որը ուժեղ Հայաստան, հա, ոնց որ կուսակցություն է տեսնում։ Նույն մեր ձևով շարժում։ Այ, հասկանալի է։ Երկրորդ ես չեմ կարող նշել, որովհետև այստեղ խնդիր կա։ Այ տեսեք, երկրորդը Հայաստան դաշինք ասում մենք ենք առաջատար։
Բայց Հայաստան դաշինքը որպես առաջատար կարող է այս պահին որպես ամենամեծ ֆրակցիա, որ գործում ազգային ժողովում, այդպես լինի առաջատար։ Բայց սոցիոլոգիան չես կարող ասել ինչպես կարող է փոխվի։ Ըստ իրենց ներկայացած սոցիոլոգիայի ընդդիմադիրների չէ։ Չգիտեմ, Գելապ, մյուս, երկրորդը թեմայա դեռ չենք կարող իմանալ որն է։ Բայց ինչ վերաբերում Ծառուկյանին ինչի չեք նշում եմ, հեսա գալիս եք նշում եմ, երկրորդի համար կարող է պայքարել, նայեք Գագիկ Ծառուկյանը ինքը աշխատող մարդ է, նաև քաղաքականապես, այդ միավորներն էլ կարող է միացնել իրար, ես հույսով եմ, որ Գագիկ Ծառուկյանի մոտ, Տարաջ Հայաստանի մոտ կստացվի, որովհետև անձամբ իրեն ճանաչելով ես գիտեմ, որ ինքը հայրենասեր մարդ է, ինքը ուրիշ բաներ իմ կարծիքով էլի հասկանալի է, տեսեք, հայրենասեր մարդ լինելը քիչ չի, որբիսի կարողանաս ծրագիրներ ամենակարևորը, չէ, տեսեք, մենք խոսում ենք հիմա տարբեր տեղերից ինձ Արցախից են հարց տալի, որ միշտ ասում եք փակ չի, ծրագրից են հարց տալի, նույն ծրագիրը Գագիկ Ծառուկյանը 21 թվականին այդ լավ ծրագիր էր ներկայացրել, մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողներին ներում եմ, բայց ով կարդաց այդ ծրագիրը։ Ոչ մեկ չկարդաց, մեր խնդիրը հիմա այս իշխանությունից ազատվելն է, որ մեր երկիրը կարողանանք պահել։ Նույնիսկ այդ հարցը չի կարելի տալ Արցախի մասին ինչ ես մտածում։ Մենք խնդիր ունենք մեր երկիրը պահելու։ Այսինքն հասել է Սանդղագային Աշճանի, որ պետք է արդեն մտածել։ Այո, հասել է Սանդղագը, մենք կարող ենք իսկ հնարավոր է հենց այդ գաղափարախոսության շուրջ համախմբվեն ուժեր, որոնք ընդհանրապես իրար չեն տեսնում, իրար հետ իրակորդ, բայց իրանք մոռանան ամեն ինչ, այս մի հարցի շուրջ համախմբվեն ու չթիրախավորեն մեկը մյուսին։ Հիմա նորից եմ հարց տալի, քանի որ ձեր կուսակցությունից ես ատկաց չեմ ստանում իմ մոտ հյուրելնելու։ Եվ հիմա մարդկանց մոտ կարատապավորություն ստեղծվի, դե ես ոնց այս հայրենիք ժողովուրդ ջան, բոլորին հրավերքը ուղարկվում է, բոլոր կուսակցություններին առաջ բաց է։ Մարդիկ չեն գալիս այդ հարցերին պատասխանելու, բայց ես ձեզ այդ նույն հարցը տալու եմ։ Ասեք։ Տեսեք, հայրենիք կուսակցությունը ունենալով պրոֆեսիոնալների խումբ, ոնց որ դուք ասում եք, ինչ ֆիլտր է դնում, որբիսի չներթափանցեն տարբեր մարդիկ, որոնք չեն կրում, չեն ասում, բայց չեն կրում ձեր գաղափարախոսությունը, տարբեր ուժերի կողմից փորձում են ներդնել ներկայացությունն են ձեր մոտ կրում, ասենք կուսակցական են դառնում կամ ինչ-որ մի հատ կառույցի մեջ մտնում աշխատում են, բայց լրդես sense ասած։ Ինչ ձև եք դուք ֆիլտրում։ Դե այդ ֆիլտրը մենակ պետական ապարատը կարող է անել, բայց Արտուր Վանեցյանի փորձը բավականին շատ մեզ օգնում է, Արտուր Վանեցյանը շատ լուրջ ճանապարհ ունի անցած 0-ից հասարակօպերից հաճելա մինչև ԱԱՑ եւ ԱԱՑ գեներալ շատ մեծ փորձ ունի որպես քաղաքակիրթ մարդիկ մենք կոպիտ ասած մեզ որ բարև են տալի գիտենք մոտավորապես խեն բարև տալիս բայց որպես քաղաքակիրթ մարդ բոլորին էլ լսում ենք իսկ ինչ վերաբերում է այդ ֆիլտրերին ֆիլտրերը կան բնականաբար շատ գաղտնիքներ չեմ բացի ֆիլտրերը կան վերլուծականները կան ինֆորմացիան կա որոշակի ով ինչի համար է ինչպես է ինչ ռեսուրս ունի թե մարդկային թե հանրային ֆիլտրերը կան մենք բան չի էլի նես չի որ նավիճոկներ ենք պետք է այսինքն ես այնց հասկացա որ հայրենիք կուսակցությունը չունի պլան B իր համար գոյություն ունի պլան A եւ վերջ Նիկոլ Փաշինյանին հերացումը միագնա ու վերջ պլան B կա պլան C կա մենք որ ասում ենք ֆրակցիա չենք գրում կազմենք բայց դրա պլան B-ն է կա հիմա տեսեք 50+1 Նիկոլ Փաշինյանը որ հավաքեց ինքը սահմանադրություն էր կարողանում հասկացնել կարողանում էր չգիտեմ հանձնաժողովներ չնշանակել մյուս հիմա կարող է ինքը հիմա Նիկոլ Փաշինյանը ձեր մոտ հայտարարում կեղծում է ընտրությունները հենց այս պահին ոնց քաղ բանտարկյալների արկայությունը ընտրությունից 6 ամիս առաջ ընտրությունից մի տարի առաջ դա արդեն կեղծիք է մեր կուսակցության մենակ մեր կուսակցության չէ բոլոր կուսակցություններից բլոգերներից բոլորից մեր կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ակադեմիական գործունեությունից բացի ուրիշ բանով չի զբաղվել ողջ կյանքում դոկտոր պրոֆեսոր մարդը դասախոս մարդը նա ուրիշ բանով չի զբաղվել
Նրա խոսքը վերջերս էլ իր մոտ գրել էր մինչև բռնվելը Իմ մոտ հյուր է եղել, բռնվելուց առաջ։ Ունեց որ չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ես չեմ վախենում, Չէ, ձեր պարագայում չեմ ասում։ մեր մենակ խոսքն է, իսկ այս իշխանությունը խոսքից է վախում, խոսքն է բանտարկում։ Խաչիկ Գալստյանը բացի էլ եմ ասում, ակադեմիական, երեք էլի կալանքը երկարացրեցին։ Դու տնից տեղից հասկանում եք, փորների մեջ մարդկային հոգի էլ չի մնացել։ Երեք իշ կարաս դու ոչ կոմպետենտ լինես աշխատանքի վայրում, կարաս գաղափարապես հայրենիք չսիրես, կարաս անգրագետ լինես, կարաս ուզենաս ճնշես, բայց մի քիչ փորիդ մեջ պետք է հոգի էլ մնա, էլի։ Դասախոս մարդուն դու անչափահաս երեխուց ընտանիքից նոր տարվա բերան կտրում ես, տանում ես, գաղութ ես մտցնում, որ այդ մարդը իր սաղ կյանքում հանցագործություն գործես չկա, անուն ինչ ես դնում։ Արգելի Սարգիս, դու չես տեսնում, դուք քաղաքականության մեջ երկար ժամանակ եք, ինչքան ես հասկացա, դուք չեք տեսնում, որ մարդիկ երբ որ ջղաձգվում են, դա միգուցե մեզ բոլորից թվում է վատ է, ճիշտ է, մարդուն անազատության մեջ պահելը ահավոր բան է։ Երբ որ դա մանավանդ երբ որ տեսնում ես իր, ասենք, առողջականի հետ խնդիրներ ունեցող մարդը, որը Նարեկ Սամսոնյանը, հիմա տեսեք, այդ հենց երեք ես Վարդան Ղուկասյանի դատավարությանը մասնակցել եմ։ Վարդան Ղուկասյանը Այդ մարդուն ես էլ եմ ասում, քրեա իրավական այդ հարցերի մեջ ես չեմ մտնում։ Թող իրանք ունեն շատ ուժեղ թիմ, կապացուցեն, որ այդ մարդը մեղավոր չի, բայց այդ տարիները, որ կամ ամիսները, որ ինքը անցկացնում է, այս իր առողջական խնդիրներով մեծ է վտանգը, որ Աստված չարացնի, այդ մարդը դուրս չգա տեղից։ իհարկե։ Եվ ով է պատասխանատվություն Քրեական իրավականի մեջ ինչքանը չմտնեք, բայց ինֆորմացիա կա, չէ՞, ինչ-որ 4 միլիոնի բան են հորինել։ Թե դրոններով են նկարել, քանի 4 միլիոն են ծախսել, որ մի հատ Վարդան Ղուկասյանի նկարեն, խոսքեր կպցրեն, ես չեմ մտնում քրեա իրավականի մեջ։ Քանի դատավարությունը ինքը ինչ կա, ինչ հանրային դաշտում կա, դա եմ ասում։ Քանի 4 միլիոն են ծախսել։ Ախր մեկ այդ ռեսուրսը չունենք, 3 միլիոնից փոքր երկիր ենք, կողքերս շուրջ 100 միլիոնանոց թշնամիներ։ Ադրբեջան, Թուրքիա։ Դրա տեղը դու կարել մի թուրք օֆիցերը լսեր տեներ ոնց է ուզում վսկաշանը կամ չեք տեսնում, որ իրանք ջղաձգվում են եւ դա ազդանշան է, որ իրանց մոտ не всё таки хорошо կներեք ասայինս համար։ Շատ ճիշտ եք, շատ ճիշտ։ Կասմա իմպերիայի վերջի իշխան մոտելերում այնքան օրենքները ավելի ոչ adekvat են դառնում։ Հիմա մենք կարող ենք ասենք, որ գոնե այս փուլում օրինակ իմ համար շատ այդ հարցը պիտի տամ, ես ձեզ կտամ։ Եթե շատերը սոցիոլոգիայով ասում են հայրենիք կուսակցությունը չանցողի շեմի վրա է կամ բանը, իմ մոտ ուղղակի հարց է առաջանում, ես բոլորին տալիս եմ այդ հարցը։ Եթե ես ինչ որ կուսակցության ղեկավար եմ մեծ, ուզում եմ ինչ որ կուսակցության թույլ չտամ, ես չեմ գնում այն կուսակցության հետևից, որը չունի ռեյտինգ։ Ես իրան թողում եմ սենց սամաճոկ, ինչ ուզում է թող լինի։ Ես կաշխատեմ այն կուսակցությունների վրա, որոնք անցնում են։ Օրինակ եմ, ես լոգիկայի մոտ բան եմ ասում։ Եթե հայրենիք կուսակցությունը չի անցնում, այս կարգի թե ընդդիմության կողմից, թե իշխանության կողմից ձեզ թիրախավորելի իմաստը ո՞րն է։ Հայրենիք կուսակցությունը ես էլի մեծպես չեմ ուզում խոսամ, դա բոլորիս աշխատանքի արդյունքը պետք է լինի, բայց հայրենիք կուսակցությունը ինձ թվում է անցողիկ շեմը կհաղթահարի, նաև մեր բանի արդյունքում։ Իսկ ինչ վերաբերում է սոցիոլոգիաներին, տարբեր մարդիկ մեկ-մեկ մոռանում են ում այդ գործ ունեն, ինչի այդ գործ ունեն։ Այս իշխանության հետ ինչ-որ սոցիոլոգիայով զբաղվելը դա ես չգիտեմ, անլրջություն է, թե ինչ է, որովհետև կարող է վերջի պահին արգելքներ լինեն մասնակցության, կարող է վերջի պահին բոլորին ինձ հավաքեն, որ Մոլդովայի սցենարը օգտագործեն։ Մոլդովայի սցենարները օգտագործեն, ես չգիտեմ ինչեր անեն, ես ուղղակի զարմանում եմ, որ մարդիկ այդ տոնայնությամբ են խոսում։ Մենք ուղղակի մեծ չենք խոսում, ասել ձեզ այո, հարվածներ կան, ընդդիմության կողմից անընդունելի է դա։ Տեսեք, մենք մի հատ կարմիր գիծ ունենք, հայրենիք կուսակցության անդամներս եւ Արտուր Վանեցյանը սենց կարմիր գծով անցկացրել ենք, որ մենք ընդդիմությանը չենք թիրախավորում։ Մենք ընդդիմությանը բան չենք ասում։ Բայց որ ձեր ասած հարվածները Բայց տեսեք, դուք մտել եք ճակատամարտի մեջ։ Մի կողմից ասում եք ախպեր, մենք թնդանոթով ձեզ չենք խփում, մի թևից դուք բան, մի թևից մենք, բայց այդ տնօրենը նայում ես, իր թնդանոթը դարած քեզի է խփում ախպեր։ Հա, բա ինչ անես։ Դա թնդանոթ չի, դա ինչ որ տխմարների կույտ է, թնդանոթը քաղաքական խոսույթն է,
որ քննադատեն մեզ քաղաքականապես, եթե մեզ քաղաքականապես քննադատում են, արգելի ասել։ Օրինակ, Էշմիածինը։ Կներեք, մի րոպե ասեմ, մեզ քաղաքականապես երբ քննադատում են, ես դրանից լավ եմ զգում։ Ասում եմ, ուրեմն քննադատության տեղի կես, կարող եմ քաղաքականապես պատասխանել։ Բայց որ քաղաքական իրանց որոշակի մարդկանց թմից ինչ որ տխմարություններ են խոսում, ասենք, չգիտեմ, հին Արտուր Վանեցյանի նկարը դնեն, ասեն, այս աշխատելու տարին եղբայր դու հիմա քննադատի, մենք ինչն ենք սխալանում, մենք դա ուղենք, եթե կարող ես քաղաքականապես քննադատել, եթե քո նպատակը Նիկոլին հեռացնելն է, տեսեք, մենք ոչ մի ընդդիմադիրից ձեն չենք տանել։ Էշմիածնի ընդրությունների ժամանակ քննադատեցին ձեզ հիմնականում ընդդիմադիր կողմից, Զլագերից, որ դուք փոշիացրեցիք Նիկոլ Փաշինյանի քննադատեցին, ես այդ քննադատությանը ձեր մոտ եմ հատ կանրադառնամ, ուրեմն Էշմիածնում մենք մասնակցել ենք հայրենիք կուսակցության անունով։ Մեր անունով։ Հայրենիք կուսակցության նախագահ Արտուր Վանեցյանը, մեր թեկնածուն Խաչիկ Մանուկյանն էր։ Մենք հայրենիք կուսակցությունով ենք։ Ընդդիմադիրներից որը իր անունով մասնակցեց։ Բացի մեզանից մեկ էլ արդարության համար նշեմ Մայր Հայաստանից, որ մեկ իր կուսակցությունով մասնակցեց։ Մի հատ ընդդիմադիրի անուն տվեք։ Դա ինչու համար եք դուք ասում, որ դուք չեք վախեցել ձեր անունով հանդես գալ։ Չենք վախեցել, չենք պահկվել ինչ-որ բաների հետևում։ Մենք պարզ մեր անունով մասնակցել ենք, թիմը նոր էր ձևավորվել։ Բայց փաստը չէ, որ դու ձեր չանցնելու նաև ինչու ոչ շնորհիվ Նիկոլ Փաշինյանը կունեցան իշխանություն։ Չէ։ Բա ոնց։ Դա այդ բանաձևը դες չի ազդում։ Ոնց։ 40+1 հավաքել իրենք իշխանություն ձևավորում էին։ Մենք ուղղակի պետք է ունենանք այնտեղ հավաքարներ, շատ լավ։ Դե մենք տեսեք Աշտարակում ունենք, Արտաշատում ունենք, Վանաձորում ունենք հավաքանիներ ու հենց մեր անունով։ Ինչու՞ չեք նշում Գյումրիում։ Գյումրիում ունենք։ Հենց հետո որ ինչու՞ չեք նշում։ Ամենակարևորը ինչու՞ չեք նշում, որ դուք համագործակցում եք։ Տեսեք, բայց որ մեկ իր անունով այդ համերգներում մասնակցեց անցավ։ Եկեք ճիշտը խոսենք։ խոսենք։ Ինչու են ասում փոշիաց։ Այ ես ուզում եմ քաղաքական հարց տամ ձեզ։ Ինչու է, օրինակ, դե բանը գտնում ասում են, ընդդիմության լիդերը, որը մի ժամանակ Արտուր Վանեցյանի հետ կողքի քայլել են փողոցներով, թիրախավորում է, որ դուք փոշիացրեցիք ձեր երեսից, սենց ստացվեց։ Հարց եմ տալիս, փոշիացումը բան։ Ես ձեր եթերում հարց եմ տալի, այդ փոշիացումը ոնց են գումարել ջնջել, որ փոշիացում։ Բայց դրա համար եմ ասում։ Այսինքն դուք ասում եք մենք ձեզանից ենք ձեն վերցել, դուք պետք է երկու ավականի կամ մի ավականի ավել ունենայիք, գնայիք այնտեղ աշխատեիք, մենք ենք խանգարել դրան։ Դա փոշիացում չի։ Այսինքն մեր ձեները մենք եթե նույնը 4%-ը որ 40 ձայներ մնում անցներ, դա էլ էր գումարվում ընդդիմությանը, մեկը անցնում էր ԿՊ-ն։ Այսինքն եթե անգամ դուք բանով անցնում էր ինքը։ Ինքը անցնում էր, դա հնարավոր չի, որ ինքը չանցներ։ 40+1-ը սա իմացեք։ Ինչու համար ես Էշմիածինը բերեցի օրակարգներ այսօրվա խոսակցության, որովհետև իրանք այդ ամեն ինչը ասելով տանում էին խոսակցությունը համապետական ընտրություններին, որ նայեք, այս ուժերը կարան փոշիացման դեր խաղան, այսինքն իրանց միտքը ոչ թե Էշմիածին մեսեջ էին հասցնում, որ այ նայեք, սենց ուժերը կարան չհասկանալը, որ իրանք չեն անցնի, փոշի ասեն։ Բայց այդ մարդիկ Գյումրիից չեն խոսում, Արտաշատից չեն խոսում, Աշտարակից չեն խոսում, Գյումրիից Վանաձորից չեն խոսում։ Այն ուժերը, որ ժամանակին Վարդան Ղուկասյանի համար քյալա էին տալիս, կներեք արտահայտությանս համար, այսօր երեք ես տեսել եմ մի հոգի է այնտեղ եղել։ Չէ, որ մենք ներկայացված ենք, իրանք չեն խոսում այդ համայնքներից։ Դե իրանք թաքնված պաշտպաններ։ Մի հատ Էշմիածին տենց վերցրել են, բոլորը խոսում են, ոչ սիրելի ընդդիմադիրներ, համապետականին մենք էլի մեր անունով ենք մասնակցելու, եթե լինի դաշինքի անունով, դուք ձեր անունով մասնակցեք, ես հույս ունեմ, որ մենք բոլորս վերջում եղբայրաբար այս մարդկանց կճանապարհենք եւ այդ Էշմիածնի օրինակը դոգմա մի վերցրեք։ Սա իմ հորդորը եւ կոչը ձեզ, մեր խնդիրը ձեր չի, մեր խնդիրը ավելի գլոբալ է։ Ավելի գլոբալ թեմաներին անցնենք։ Անցնենք։ Տեսեք, երեք Ադրբեջանում վերջնական արդեն արդյունքները եղավ, ով ինչ պատժամիջոց է ստանում, եւ այդ նույն ժամանակ, հարգելի Սարգիս, Արաբական Էմիրատներում մեր երկրի ներկայացուցիչը վարչապետը նույն այդ Ալիևի հետ միասին ստանում է խաղաղության պարգև, այդ բանը ինչ էր, խաղաղության չավելի վատ բան ձեզ ասում։ Չէ, տեսեք, մարդկային եղբայրության այո, հիմա տեսեք, աշխարհը նայում է ոչ թե մեր աշկերով, հայի աշկերով չի նայում, աշխարհը նայում է ընդհանուր։
Լիքը խնդիրներ կա, մեկը այնտեղ որ ասում ես ինչ լավ բան է։ Հələ նայեք, այսքան պատերազմի մեջ, նայեք հələ այս երկու աղբերները ոնց իրար գտան, փաթաթվեցին, բայց չեն ասում նույն ժամանակ մեր աղբերները, մեր մեծ աղբերները, ասենց ասած, դատվում են թշնամու պետության դատարանի կողմից, Նյուրնբերգյան ասենց ճակերտավոր դատավարություն նվաստացուցիչ հանգամանքներում դատում են մի մարդկանց խումբ, որոնք պայքարել են Արցախի անկախության համար, ով ինչքանով կարացել է, այդ ժամանակ դու տեսնում ես, որ այնտեղ մրցան ինչ է սա նշանակում, Սարգիս ջան։ Եվ բառը ճիշտ օգտագործենք, դատում են ցմա ռազմագերիներ։ Այդ մարդիկ ռազմագերիներ են։ Ու տեսեք ինչ հոդվածով են դատում։ Անհիմն հոդվածներով սեպարատիզմի համար զինված ապստամբություն կազմակերպելու համար Ադրբեջանի ներսում։ Այսինքն ես կամ դու Արսեն ջան, որ երբևէ Արցախ այցելել ենք, երբևէ զենք ենք բռնել, մենք իրանք օրինականացնում են նաև մեր հանցագործությունը։ Մեզ սեպարատիստ համարելով։ Դա անթույլատրելի է։ Ու այդ ընթացքում ոնց մարդկային եղբայրության բան է ստանում իրանք, մրցանակ։ Եղբայրության հասկանում եք դա ինչ է։ Հիմա Ալիևը լուծում է իր իշխանության խնդիրը։ Այսինքն գերդաստանային է շարունակական իշխանության։ Եկեք ճիշտը խոսանք, ինքը դառել է սուլթան։ Ամենահարուստ մարդկանցից մեկն է, ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսում, պատմություն է փոխում, որովհետև փողն ունի, պատերազմը հաղթել է, պատմություն չուներ, հիմա արդեն իրան համարում ադրբեջանական էթնոս, որ այդպիսի միավոր չի եղել մեր տարածաշրջանում, իրանք էլ են, չէ, խառը մեկ ալբանացի էին, մեկ Իսկ միգուցե սրբագրվում է իր Դե դա նայեք, պետք է դա սրբագրվի, որ միջազգային հանրության կողմից ինքը հարված չստանա, իսկ իր ներքին լսարանին, որպեսզի գերդաստանային այդ սուլթանատը շարունակեն։ Դե ինքը նախագահ է, այլ նախագահ է, ինքը նախագահ, կինը փոխնախագահ, հեսա տղուն է պատրաստում, ինքը իր ժողովրդին պետք է մի բանով կերակրի, չէ։ Իր համար Արցախի հարցը կենսական էր, ու հիմա իր համար կենսական է դառնում նաև արևմտյան Ադրբեջանի խոսույթը, որովհետև իր ժողովուրդը նույն 5-10 տարի հետո կասի լավ հասկացանք Արցախը, խոսքի օրինակ, բա դու արևմտյան Ադրբեջան է։ Ինքը արդեն իր անվտանգության շատ լավ հարց տվեցիք դուք, էլի ինքը արդեն արևմտյան Ադրբեջան այդ խոսույթի համար իր անվտանգային դոկտրինում երկրի կառավարումը ոնց է իրականացնում, անվտանգության խորհուրդը դոկտրինա որոշում, կարճաժամկետ կառավարում, երկարաժամկետ կառավարում, իր անվտանգության դոկտրինում գրած է արևմտյան Ադրբեջան, Սևանչի գյուղ չէ, Երևանչի Երևանն է, այսինքն ըստ շերտերի դա հրապարակային է ասել։ Արսեն ջան, ըստ շերտերի իջացնում է այդ հանձնարարականները։ Դա սկսած կրթությունից, վերջացած ուժային կառույցներով, պաշտպանական կառույցներով, այսինքն որ մենք ասում ենք խաղաղություն, սրանք դեգրադացնում են այս ժողովրդին իբր խաղաղությունը, բայց խաղաղությունը միակողմանի չի լինում։ Ալիևը կներես իր մանկապարտեզից սկսած համոզում է, որ հայը թշնամի է, հայի վիզը կտրելը լավ բան է։ Խաղաղությունը այդպես չի լինում, վաղը էլի գալու են հրով ու սրով, որ ասում է 300,000, 500,000 ադրբեջանցի վերաբնակեցնեմ։ Ու պատկերացնում ես Բաքվից նորմալ ընտանիք, այո, Ես որովհետեւ ձեր խոսքը ամբողջական լինի, մի հատ երկրորդական հարց էլ տամ, էլի, ես նույն կոնտեքստի տակ կներեք, որ խոսքը կտրում եմ ձեր սահմանադրություն են ուզում փոխեն Նախիջևանի։ Երևի թե գիտեք դրա մասին։ Ինչ վտանգներ կարող ունենա այս կոնտեքստի մեջ։ Միգուցե սա նախաբան կլինի նոր պատերազմի։ Նոր պատերազմ այսպես թե այնպես լինելու է։ Այսպես թե այնպես։ Ես այս խոսույթը որ սկսեցի, որ ասի Ալիևի իշխանությունն է, բամուղակի այդպես չասի։ Հիմա մերոնք էլ են Ալիևի իշխանությունը պահում։ Այսինքն մեր իշխանությունը, որ այդ գործիքա կազմում ունի դիվանագիտական խողովակներով, պետական պաշտոնյայի մակարդակով խողովակներով, որ բոլոր դռները թակի, դատարաններից սկսած մինչև Եվրամիությունները, Ամերիկաները, Ռուսաստաները ու մյուս կառույցները ասի Ալիևը ցեղասպանա, կոտորելա, էթնիկ զտում է արել, դրա տեղը նախագահին ուղարկում է, որ Ալիևին ասի շնորհակալություն։ Այդ է ուզում ասել։ Դա շատ կարևոր քայլ է, մարդիկ գիտեն, թե սա ուղղակի դատարկ խոսք է գնացել ընդ բան անում, քծնում է Ալիևին, դա այդպես չի։
Եվրոպացիքի դեմ, ամբողջ աշխարհի դեմ ասում է շնորհակալություն ձեր բարի կամքի խաղաղության համար։ Այսինքն տեղ չի թողում, որ վաղը մյուսօր Եվրոպացին Ալիևին ասի դու ցեղասպան ես, դու էթնիկ զտում ես։ Այ հենց դա կողքից ոնց է նայվում դա։ Դա հենց դա է, իրանք հայ լեգիտիմացնում են Ալիևին, այսինքն իրանք սրբագրում են Ալիևի արասները։ Ինչ Ալիևը ուզում է, այսինքն ես չգիտեմ, սա երազանքի իշխանությունը Թուրքիայի համար է, ուրիշ ոնց ասեմ։ Տեսեք, Թրամփը իր խառնվածքին տեր մարդ է, մենք բոլորս հասկանում ենք մոտավորապես ինքը ինչ շոումեն է եւ այլն, չեմ ուզում շատ խորանամ։ Բայց երբ որ իր մոտ մարդ այդում, ինձ թվում է ներկայացնում են, չէ, Զարանի թե ով է գալիս։ Այդ որ մի անգամ Ալբանիա ասեց, բան Խայդարակ եղավ, Հայաստանը Ալբանիա ասեց, հա։ Դա շատ չի տակ։ Բայց տեսեք, այստեղ գիտեք ինչն է նրբությունը։ Եթե իրան ներկայացնում են, ասում են, ինքը մտապահեց այդ Ալբանիայից հետո ինձ թվում է։ Այն հանդիպման ժամանակ, որ խաղաղության օրակարգ չգիտեմ ինչ է ստորագրում Գազայի հետ կապված հիշում եք, որ ասին $1 միլիարդ է եղել այդ մասնակցության համար։ Այդ ժամանակ մեջքերևում նստած ինքը մի հատ խոսք ասեց, որին զարմացրեց ոնց։ Ասեց, որտեղ է քո հայրենակիցը, Ալիևին հարցրեց։ Չասեց որտեղ է, ասենք քո պարտները կամ հայրենակիցը, ասեց հայրենակիցը։ Հայրենակիցը են ասում։ Տեսեք, Թրամփի համար մենք բոլորս մեկ ենք։ Չէ, բայց իրան ներկայացրել են, չէ, որ այս մարդը իր հայրենակիցն է։ Թե ինքը որտեղ է։ Դա կարող է Թուրքիան արդեն ներկայացրել։ Ասի դե մեր խնդրեմ չեք տեսնում։ Երկուսը մեր պստիկ աղբերն են։ Ոնց է այդ հարցի լուծումը տալու։ Դուք ունեք այդ հարցերի լուծումները։ Տեսեք, այդ հարցի լուծումը Արսեն ջան, պետք է դա իշխանությունը իհարկե ունենք։ Եթե աշխատանք իշխանություն Պետք է աշխատանք տարվի։ Հիմա սրանք ինչ են անում։ Թուրն առնգել է եկեղեցու հետևից։ Փոխանակ դրա, որ Թրամփին իրանք համոզեն, որ քաղաքական գործիչի հետ եմ հիմա նստած խոսում։ Խնդրում եմ կոնկրետ հարցից պատասխան տվեք։ Կոնկրետ դուք ունեք օրակարգ, ոնց եք այս ամեն ինչի գոնե կանցնելու այս մախավիգը։ Գոնե այնց անեք, որ այս թուրքական օրակարգը չաշխատի։ Կանգնի, ունեք այդ օրակարգը։ Ախր Արսեն ջան, բա մեր խոսույթի ինչու՞մն է, եթե թուրքական օրակարգը շարունակվի, մենք Հայաստանի Հանրապետություն չենք ունենա։ Մեր խոսույթը նրանն է, որ այս ունեցածը պահենք, այդ դա ձեր ասած թուրքական նարատիվները հանելուց, տեսեք, ավեսը բացատրում եմ ձեզ։ Նիկոլ Փաշինյանը ինչպես է մանիպուլացնում ժողովրդին։ Ասում է, «Էտու երեխեքի հաշվին Արցախ եք խոսում կամ բան»։ Ճիշտ է։ Վաղ ասելու «Էտու երեխեքի հաշվին եք Սյունիք խոսում կամ բան»։ Մյուսօր արդեն ասելու «Էտու երեխեքի հաշվին եք Գյումրի խոսում կամ բան»։ Հասկանում եք, սա մանիպուլյացիոն բան է, Թուրքի նարատիվը, Թուրքի այդ խաղաղության, մենք բոլորս ես 3 երեխա եմ մեծացնում, ես հիմար չեմ խաղաղություն չուզենամ։ Ձեր իշխանության դեպքում Տրամփի ճանապարհ այս կոնտեքստով լինելու է։ Դες Տրամփի ճանապարհը դասկի չգիտեմ էլ ինչ ասում են 43 կիլոմետր պետք է ներդրումներ անենք, ասենք այդ ներդրումն մենք չենք կարողանում անել։ Կարող է մեր իշխանության օրով տեսնում եք շատ ավելի բանակցային, շատ նորմալ այդ Տրամփի ճանապարհը վիճակը, մենք այդ վերստում այդ ճանապարհը սարքում, ասենք եկամուտները հաշվում եք, չգիտենք էլ մենք։ Իսկ կոմերցիոն Ադրբեջանի հետ ինչ որ կոմերցիոն համաձայնագրեր կան, ինչ որ բաներ կան։ Ես անձնական կարծիք եմ, քաղաքական չընդունեք։ Ես դեմ եմ դրան, որովհետև եթե դուք աղբան մեջ ընկար Ադրբեջանից, մենք նույն ձևի Հայաստան ընկնելու Արցախի օրը։ Հիշում եք բլոկադայի ժամանակ, երբ պետք էր գազը անջատում էր, երբ պետք էր հոսանքը, չգիտեմ, անջատում էր, բլոկադա դրեց դաժե բան չէր մտնում։ Մենք նախարար ունենք սաղորը Ադրբեջանի կոմբիկերն է Ադրբեջանով եկած ռեկլամանում եկել բենզինը։ Ոնց է դիք տեսնում։ Արցախայության հարցը պետք է լուծվի Հայաստանը պահելուց հետո։ Ձեր ասած թուրքական նարատիվները հանվի, Թուրքիայի այդ բանակցային process-ում ես որևէ խնդիր չեմ տեսնում, ինչքան բաց սահման, այնքան երկիրը շատ, բայց դա պետք է լինի գրագետ, ավելի անվտանգային ռիսկերը հաշվի առնելով, տեսեք Թուրքի ինչ էր անում մինչև սահմանը։ Ասենք լոլիկ էին աճացնում այնտեղ, ասում կողքի պետություններ երրորդ միջանցքում մցրեք, քո լոլիկը արժի 2 մանաթ։ Դու մի մանաթով կողքի պետությանը ծախի, ես պետությունը այդ մի մանաթը կգնա շուկան գրավի, կախվածության մեջ լինեն։ Դա էլ իր վտանգներն ունի, իր ռիսկերն ունի։ Ես այս կոմունիկացիոն բաները, որ ասում են Ադրբեջանի հետ բացվի մյուս, ես լոլիկները այնքոմ դնենք։ Դուք պատրաստ եք իշխանության գալու դեպքում նորից օրակարգ բերեք ցեղասպանության հարցը առաջնային օրակարգ։ Դա առաջնային օրակարգ է, մենք պարտավոր ենք դա բերել։ Էլ ինչ եք անելու, այնց ոնց որ ազգի լավ մասն է ուզում։
կներեք այդ խոսքիս համար լավ մաս ասելով, ոչ թուրքական օրակարգի մասին է խոսքը։ Առաջին հերթին երևի ժամանակ ունենք միշտ տնտեսությունից է խոսենք, առաջին հերթին անվտանգային համակարգն ենք խելքի բերելու։ Անվտանգային համակարգի մեջ անվտանգային համակարգ ասելով դա շատ մեծ բավականին սպեկտր է Իրանից պարունակում։ Մենք ունենք նախ դեմոգրաֆիական, մենք այնքան խնդիր ունենք, այդ որ տերմինատորի շորերը չենք հագտելու, ասենք, գիտեք, ինչ մենք գնացինք սրանք հերթականությամբ պետք տեսեք հազարավոր լուսավոր տղեկ պատերազմում ընկան, տասնյակ հազարավոր վիրավորներ, բացի այդ տղեկից զատ, այդքան էլ երիտասարդ աղջիկներ անամուսին մնացին, չէ՞, վաղը միսուր պետք է ամուսնանան եւ այլն, դեմոգրաֆիական լուրջ խնդիր ունենք։ Սրանք գումարում ենք, որ այս նարկոտիկները վխտում է մեր Հայաստանում, այդ սինթետիկ զիբիլները, որ անընդհատ այդ ինչ են ասում, կլադմեն են ասում, այդ բան են դնում, սա էլ է մարդու առողջականը քայք է, նարկոմանից ինչ երեխա պետք է ծնվի։ Հասարակությանը ոչ պիտանի հնարավոր առողջ լինի, բայց 90%-80%-ով վատառողջ երեխա կլինի, էլի։ Աստված բոլորին առողջություն տա։ Այս խնդիրները, կրթական խնդիրները, կրթական ցենզը շատ ցածր է մեր մոտ։ Հիմա մեզ որ ասում են հայրենասիրություն, հայրենասիրություն, մի տես քարոզեք, դա նացիստական գաղափար է, դա նացիստական գաղափար չի։ Մենք մեր երեխաներին պետք է բացատրենք, դպրոցից սկսած պետք է բացատրեն, որ ինքը ինքնապաշտպանողական ֆունկցիա ունենա։ Եկեք ճիշտը խոսանք, մենք ավելի քաղաքակիրթ ազգին մոտ ենք, մենք որ ազգին աշխարհին քաղաքակրթություն ենք տվել, դեռ հələ շատ ազգեր գոյություն չունեն, 90% աշխարհի գոյություն չուներ։ Մենք նես չի մորթող ենք, փրթող ենք, չգիտեմ ինչ, մեր հարևանների պես։ Մենք քաղաքակիրթ ենք, բայց վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը։ Բոլորին մի արշինով եմ նայում։ Բոլոր պետությունները, եթե մենք նույն իմաստով անվտանգային համակարգերը կառուցում ենք եւ Ռուսաստանին կարողանում ենք Ռուսաստանից ինչ-որ օգուտներ կերել, մենք պետք է դա անենք։ Եթե մենք կարողանում ենք Ամերիկայից ինչ-որ օգուտներ բերել, մենք դա պետք է անենք։ Տեսեք, մի հատ օրինակ բերեմ, կեսը Ռուսաստանն ասում, կեսը, չէ, Եվրոպա դες ինչ-որ խմբերի բաժանվածները կան, որ ամեն գնով պաշտպանեն Ռուսին, Եվրոպացուն։ Պատերազմի օրերին Գեհիշեք Մակրոնը մի օր իր հարցազրույցում ասաց, հանգել եմ Նիկոլին հասկանամ, ինչա պետք Նիկոլին, որ կռվի։ Ես չի պատասխանել։ 10 անգամ նամակ եմ գրել։ Բալավ որ Մակրոնին չես պատասխանում։ Այն իրանցի գեներալն է գալի քեզ ուզում է օգտի իմանալով հանդերձ հետագա իր գլխին գալիքը դրան չես ընդունում, այն մեկին չես ընդունում, հետո ասում ես, հələ դե եվրոպացին է, որ ամերիկացին, ռուսը, այն մյուսը, ճիշտ է խոսենք, էլի։ Մեզանից է գալիս ամեն ինչ։ Տեսեք, երեք տեղի ունեցավ Ալեն Սիմոնյանի հանդիպումը համ Լավրովի հետ, հիմա տեսեք, երեք իմ կարծիքով տրակեց այդ փուչիկը, որ մենք Եվրոպա ենք գնում, առանց շատերի համար դա միգուցե չերևաց, բայց ասեմ, եթե չէ իմ համար շուտ բանից է տրակած, բայց մարդիկ, հասարակ մարդիկ, ովքեր որ օրական իրանց գործով են զբաղված, իրիկունը ինչ որ լուր են նայում 15-20 րոպեով, այդ մարդկանց համար միգուցե դա երևալը չէր, բայց Ալեն Սիմոնյանը պրոմո ասես մեր համար Եվրազիստի սոյուզից դուրս գալը չկա դες թեմա, մենք դուրս չենք գալու։ Դրանից առաջ խոսվեց, որ չկա Եվրոպա եւ այդ դրա իրար հագասող բաներ են։ Մենակ պրոմո ասում եմ, մենք Ռուսաստանի դեմ չենք, Ռուսաստանի ոչ մի կառույցից դուրս չենք գալու, ու այդքան բանից հետո նորից բերում է շրջանառության մեջ Եվրո ուղու մասին։ Ընտրություններից հետո այս ամեն ինչը փուչիկը տրակելու է, համաձայն եք իմ հետ։ Համաձայն եմ, եկեք սրա նախապատմությունից խոսենք։ Նախ Եվրոպա մեզ ոչ պետք չի սպասում։ Դա ծիծաղելի թեզեր են, մանիպուլյացիոն ծիծաղելի թեզեր են։ Ընդհանրապես Եվրոպա մեզ ոչ պետք չի սպասում։ Կար մի պերիոդ, թե գեոքաղաքական, թե քաղաքական, որ համ Թուրքիան էր ձգտում Եվրոպա, համ Ռուսաստանն էր ձգտում Եվրոպա։ Իրանց հետ միասին ոնց որ մենք էլ էինք ձգտում, եթե իրանք մտնում են այդ եվրոպական գոտի, մենք էլ էինք sense ավտոմատ դառնում այդ պոլյուսի անդամը, ԵՄ-ի անդամը։ Գիտեք ինչ, Արսեն ջան, ես էլ դուք էլ մենք թեմ չենք քաղաքակիրթ տնտեսական միավորում լինել։ Մենք է շատ կուզենանք տես տնտեսական, բայց դա անհնար է այս փուլում։ Կամ Ալեն Սիմոնյանը հարց են տալիս, ասում են, այդ ինչ էին ասում։ Ակնհայտական։ Չէ։
Այդ որ Կայա Կալասին դիմել ինչ հարցակում 10 միլիոն դոլարի Հա, մասին բայց ինչ հարցակում են ասում։ Հիբրիդային, մոռացել այդ այն որ հաղորդման այդ օրինակ դե բերեց այդ ինչը։ Ասում եմ, ինչ հիբրիդային հարցակում, այդ խեք Եվրոպային դիում, բա։ Չէ, ասում ուղղակի խոսույթ կա, որ մեր դուրը չի գալու Ռուսաստան։ Բա գալիս է ձեզ ճաղում եք, ասում եք ժողովուրդ հարցակվել են մեր վրա հիբրիդային պատերազմ։ Սալավյովը մի հատ հասարակ հաղորդավարա կարծիք այդ է սախ պետական ապարատը ֆեյքերով ու բանով հարցակվեցի վրա։ Դրանից առաջ Ֆիդանը ասում է Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր խնդրանքով ճնշում է գործադրում իշխանության վրա Հայաստանի, հօգուտ Ադրբեջանի։ Տար չեք հանում։ Նույն Ֆիդանը վերակենում ասում է մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը հաղթելու է նույն ծրագրերը, որ մի հատ ծպտուն չեք անում։ Հա բայց Սալավյովը Պետրովը, Սիդրովը, Իվանովը մի հատ կարող եմ ես իմիջ ճմրթած հաղորդում ճարեն, հիբրիդային հարցակում։ Բա գնայր ասեր են, դա ասեր հիբրիդային հարցակում ունեք, էսել տվյալները։ Չեն ասում, մեր հաղորդումը մոդենում արդեն ավարտին, կուզենամ մի քանի հարց գա էլի, որ անպայման շոշափենք։ Դուք հիմա կարաք ասեք, որ ձեր իշխանություն գալուց հետո չի լինի նման խոսույթ։ Այ մենք չգիտենք, Նիկոլան էս բան աստորագրել, որ ժողովուրդ ջան, մենք էսի չենք կարող ոչ մի բան անենք սրա։ Մեր իմաստը որն է։ Մեր գալու։ Իմաստը, եթե մենք պետք է գանք նույն բան ասենք, իմաստը գալու որն է։ Ես իմաստ չեմ տեսնում գալու։ Այո, կարող եմ ասել, որ մենք 99% ամեն ինչ դեպի պրոհայկական ենք անում։ Շնորհակալություն մեր հաղորդաշարի մասնակցելու համար, Սարգիս ջան, որ ժամանակ գտաք։ Ես եմ շատ շնորհակալ։ Ես կուզենամ, որ այն մտքերը, որ դուք հենց հիմա իմ հաղորդաշարի ժամանակ ասեցիք, այդ ամբողջությամբ իրականանա, քանի որ իմ կարծիքով այո, պրոհայկական էր ձեր արտահայտած մտքերը։ Հույսով եմ ձեր քաղաքական կուսակցությունը, ձեր քաղաքական ուժը նույնպես հետևողական կլինի, նախ առաջինը կարողանա գտնի իր ճանապարհը այս քաղաքական դաշտում, ֆեյք ընդդիմությունների հետ չհաղորդակցվի, քանի որ մենք չունենք իրավունք սխալվելու, ամեն մի քաղաքական միավոր այսօր շատ կարևոր է, որպեսզի գլոբալ էս պոպուլիզմի դեմ մեր ժողովուրդը ցավոք սրտի պոպուլիզմի հետևից գնացող է, ագանջներով է սիրում, ոչ թե գործերով, 7 տարի մարդիկ իշխանության են, 7 տարի ինչ ասել են, հագարակն արել են, բայց որ դու իրանց ասում ես դուք չգիտեք, իրանց գրբանը գծել են, Սեժը, Ռոբերտը մնացածը։ Ես հուսով եմ, որ մեր հանդիպումները հաջողական կլինեն մինչև ընտրությունները եւ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, վերջում եթե թույլ կտաք ազատություն մաղթեմ մեր քաղբանտարկյալներին, բոլոր հայրենասեր մարդիկ են գաղափարի զինվորներ են, թող շուտապույտ վերադառնան իրենց երեխաներին, իրենց ընտանիքներին, ազատություն լինի։ Սեղմում ենք հավանության կոճակ, եթե ձեր հավանությունը կարժանանա այս հաղորդումը բաժանորդագրվում ենք եւ սպասում ենք հաջորդ թուրին։ Շնորհակալություն։